Սա Դանթեի դժոխքի առաջին շրջանների նման է։ Մեղքի գիտակցում, բայց փրկության բացակայություն։ Մայքլը ապրում է մշտական խղճի խայթով։ Նրա իշխանությունը այլևս չի բերում խաղաղություն, այլ միայն տանջանք։ Սա հիշեցնում է Դանթեի դժոխքի այն շրջանները, որտեղ մեղավորները տանջվում են իրենց իսկ ընտրությունների հետևանքով։ Մայքլը փորձում է մաքրել իր մեղքերը եկեղեցու միջոցով, բայց նրա անցյալը չի թողնում։ Ըստ Դանթեի դժոխքից փախուստ չկա, մեղքը դառնում է հավերժական ուղեկից։ Նրա դստեր մահը վերջնականապես կործանում է Մայքլին։ Սա Դանթեի դժոխքի վերջին շրջանների նման է, երբ մեղքը ոչ միայն տանջում է մեղավորին, այլև կործանում իր սիրելիներին։ Մայքլի եւ այս ամբողջ պատմությունը դառնում է դժոխքի ուղևորություն։ Սկզբում նա փորձում է փախչել մաֆիայից, հետո մեղքը նրան հետապնդում է։ Վերջում նա մնում է մենակ, կորցնելով ամեն ինչ ու մահանում ունայնության մեջ, առանց ժառանգի։ Սա Դանթեի դժոխքի ամենածանր կետն է։ Կոպոլան այս ֆիլմով ցույց է տալիս, որ մարդը չի կարող փախչել իր մեղքերից։ Դրանք վերածվում են ներքին դժոխքի, որտեղ ամեն քայլը հիշեցնում է անցյալի սխալները, ու միայն մաքրագործության եւ Աստծո կամոք դա կարող է հաղթահարվել, ինչպես Դանթեի պատմվածքում է լինում։ Ցավոք այն չի լինում մեր հերոսի պարագայում ու ստացվում է այնպես, որ ֆիլմի սկզբում մենք տեսնում ենք մի երիտասարդ տղայի, ով այլ կյանք էր ցանկանում իր համար, սակայն ընտանիքի հանդեպ ունեցած պարտքի զգացումը նրան տանում է այլ ուղղությամբ, որից փախչելն օրորի անհնար է դառնում։ Ստացվում է, որ Մայքլ Կորլեոնեն ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար սկզբում զոհաբերեց իր եսը, ապա խրվելով մեղավոր կյանքի մեջ ու դառնալով Դոն, ինքն իր ձեռքով վերացրեց իր ընտանիքի անդամին,